հա, մարդիկ պետք է գնահատեն իրավիճակը։ Պարոն Մարությյան, ձեր հետ կապված կա մեղադրանք ԿՊԱ-ականների կողմից, որ պատերազմի թեժ շրջանում դուք 4 անուն գույք վաճառել եք, ըստ ձեր հայտարարագրի 590 միլիոնի գույք վաճառել եք եւ ձեր շահերի կենտրոնը Հայաստանը չեք տեսնում, ու ձեզ հարցադրում էին այս համատեքստում հնչեցնում, թե դուք ել ոնց եք պատկերացնում Հայաստանը ղեկավարել, երբ ձեր կապիտալը Չեխիայում է, ձեր երեխաները Չեխիայի քաղաքացի են, խնդրում եմ այս հարցերին։ Շատ շնորհակալ եմ։ Ինչպես միշտ, եթե այդպես են ասել, ես ձեր խոսքերն եմ ասում պատերազմի օրերին, դա նույնպես ստում են, եթե այդպես են ասել, կամ միգուցե իրենք խառնում են Ուկրաինայի պատերազմի հետ, որովհետև դա 22 թվին էր եղել, եւ ես մշտապես ցավում եմ, որ այդտեղ էլ ես չգիտեմ ով է ասել, ինչ մասնագետ է ասել, ցավում եմ, որ այդտեղ էլ իրենք բացարձակ ոչ մի պատկերացում չունեն բիզնեսի մասին, պատկերացում չունեն ներդրումների մասին եւ այլն, ես իմ ամբողջ կյանքը ներդրումներ են կատարում անշարժ գույքի մեջ եւ այդ ներդրումները եւ Հայաստանում են եւ Եվրոպական միությունում են, ոչ միայն Չեխիայում, նաեւ Ավստրիայում, նաեւ այլ երկրներում եւ անընդհատ դա փոփոխվում է, այսինքն դա մաքուր բիզնես է։ Այն ժամանակ, երբ որ միտեղ էժանանում է գույքը, հա, հակառակ երբ որ միտեղ թանկանում է, դա վաճառում ես, երբ որ էժանանում է գնում ես, այնուհետեւ փոխում ես, այս պայն մեկ մեղադրում են այդ, հետո մեղադրում են, ասում են շենքակառուցում, բանում մոնումենտում, չէ՞, ասում են դեմա իրար հետ խոսացեք, մեկը ասում է ծախում է, մեկը ասում է կառուցում է, կողմնորոշվեք, պարոնայք։ Այսինքն բնականաբար սա մանիպուլյացիաների դաշտից է, ասեմ ավելին, շատ անգամներ վարկեր են վերցրել հենց Եվրոպական միության երկրներից եւ այստեղ գույքեր եմ ձեռք բերել։ Արցան թողեք մեկ հարցը ես տամ, այ դուք ձեր խոսքում նշեցիք, որ ձեր պլան այս բոլոր կանանց հատուկ զիջեցի, որ հետո դուք նշեցիք, այո, որ ձեր պլան մաքսիմումը դա իշխանափոխությունն է, միևնույն ժամանակ նշեցիք, որ եթե ձեր չափանիշներին ինչ որ ուժեր չհամապատասխանեն, ուրեմն նրանց հետ դաշինքներ չեք ձևավորի, բայց այստեղ ես որոշակի, այսպես ասած, պարադոքսալ իրավիճակ տեսա։ Հիմա եթե ստացվի, որ պլան մաքսիմումի համար ստիպված լինեք միավորվել Տապանի հետ, Բելարուսի հետ, Ռուսաստանի հետ, մյուսների հետ, կգնաք այդ քայլին, որովհետև ձեզ եւ մյուս ուժերին մեղադրում էին 23 թվականին, որ այ երբ որ միասնություն, այսպես ասած, տեղի չունեցավ, դրա համար ԿՊ-ն քաղաքապետարանի այսպես քաղաքային իշխանություն ստանձնել։ 23 թվականի մաս ուզում եմ անպայման նշեմ, որ 23 թվականին եղավ այդ բանը եւ քաղաքական ուժ առնվազն այնտեղ երկու ընդդիմադիր քաղաքական ուժ կար, Հանրապետություն կուսակցությունը, որը իրեն հռչակել էր ընդդիմություն, բնավ ընդդիմություն չէր, այսօր արդեն բոլորը դա գիտեն, որ դա ուղղակի ԿՊ-ի էժանագին պատзел կենա, հա, այսօր այն ժամանակ դեռ մարդիկ չգիտես ինչի չէին հələ տեսել, բայց ամբողջ ընթացքում դա երևաց, այսինքն մնաց երկու քաղաքական ուժ, մի քաղաքական ուժը հայտարարեց, որ առանց ոչ մի նախապայմանների ձայները տալիս է մեզ, որպեսզի ձևավորվի քաղաքային իշխանություն, մյուս քաղաքական ուժը ուղղակի խաբեց ժողովրդին, որովհետև ինքը չուներ այդ ձայները, ինքը ուներ 7 մանդատ, այդ 7 մանդատից 2 մանդատ կրողը մեկը գտնվում էր բանտում, մյուսը գտնվում էր արտերկրում, եւ իրենք այդ մանդատները վայր չդրեցին, որպեսզի այլ մարդիկ վերցնեն մանդատը եւ կարողանան գալ ընտրության եւ ընտրություն կատարել քաղաքապետի։ Սա շատ հստակ պետք է ֆիքսել, որովհետեւ մարդիկ նրբությունները չգիտեն, ես սա ուզում եմ ֆիքսել, այսինքն տապալեցին այդ process-ը, ինչպես էր կուսակցությունը հանրային ձայն կուսակցությունը տապալեց այս process-ը, սա պետք է ֆիքսել։ Ինչ կապված է պարլամենտական, հա, ընտրությունների հետ, ես ասեցի, որ պարլամենտարիզմը դա ծրագրի մասին է, պարլամենտարիզմը դա ժողովրդի տված քվեի այդ ծրագրի համար ժողովրդի տված քվեի մասին է։ Եվ եթե այդ ուժերը, որոնց հետ մենք, հա, պետք է, եթե պետք է նստենք սեղանի շուրջ բանակցենք, եթե ընդունում են մեր այդ ծրագրի կետերը, դե եթե չեն ընդունում, դրա համար մենք ունենք ծրագրամը մաքսիմում եւ ծրագրամը մինիմում, դրա համար մենք ունենք այդ ծրագրերը մաքսիմում եւ մինիմումը, որովհետեւ մեզ համար մեր սկզբունքները շատ կարեւոր են եւ մեզ ձայն են տալի մարդիկ, հենց մեր սկզբունքների համար մենք չենք կարող այսօր ասել, գիտեք, մենք տեսնում ենք մեր զարգացումը Եվրոպայում, մեկ էլ գնում ես
միավորում ես ուժի հետ, որը բացարձակ չի տեսնում մեր զարգացումը Եվրոպայում։ Այսինքն եղավ կներեք, այսինքն եղավ այն, որ ձենը մարդիկ ինչի համար մեզ տվել են, մենք իրենց նորից խփում ենք։ Դրա համար գոյություն են բանակցություններ, պարլամենտարիզմը այդ բանակցությունների մասն է։ Եթե մենք ուշադիր հետևենք եվրոպական պետություններին, այնտեղ շատ ամենաանհավանական անգամ միավորումներ են լինում հանուն ծրագրի իրականացման, որովհետև գալիս են ինչ որ կոնսենսուսի, այնուամենայնիվ ասում են, օքեյ, քո ծրագրի այս մասը կանենք, իմ ծրագրի այս մասը եւ ի վերջո կարողանանք գնալ առաջ։ Այսքանով շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ, որ շաբաթօրով եկաք եւ մաղթում ձեզ բոլորիդ լավ օր եւ հուսամ, որ կունենանք նորմալ ընտրություններ։ Շնորհակալություն։